նման եմ, թե ոչ։ Այստեղ երկու նմուշներ կան, որ 1.5 միլիոն տարեկան են և այս 3 մյուս նմուշները 4-ից մինչև 5 միլիոն տարեկան են։ Վերջապես հասանք քաղաք, այս անգամ ուրիշ ավտոբուսով է գալիս, երաժշտության ձայներ եմ լսում, երևի թե հենց այնտեղից է, որտեղ պետք է գնանք ու այսօր նկարանում անենք, բայց դեռ շատ շուտ է, 20 րոպե գալը։ Հիմա ասեմ, որտեղ եմ գտնվում, նկարների այգու մասին կիմանաք բոլորդ երևի, որ այստեղ նկարներ են վաճառում և այսպես սպիտակ արձան է։ Այդ այգում եմ գտնվում, ավելի ստույգ ասած Ֆրանսիայի հրապարակում, մի քիչ այս կողմ։ Այս բաներ ինձ անչափ հետաքրքիր է ինչ միջոցառում է սա լինելու, ինչ հրանից ներկայացնում, շատ շուտով կիմանանք, սկզբում ես, հետո դուք։ Սա էլ սենց եղանակը շատ հաճելի է, ներկա պայդրությամբ իհարկե ցուրտ չի, շոկ չի, շատ հաճելի քայլելու համար հաճելի լավ եղանակ է, բայց համոզված եմ, որ ցրտելու է, դրա համար հետս կուրտկա եմ վերցրել, տակից եթե նկատում եք մայկա եմ ակե, անթև մի խոսքով աշնանային վիճակ լրիվ, եկել այս վերնաշապիկն եմ հագել, ես պատմել եմ սրա մասին, ով չի հիշում նայեք իմ վլոգը, և տենանք թե այսօր քանի հոգի ինձ կշփոթի ռուսի հետ, ասեմ, որ ավտոբուսի մեջ արդեն բաներ էր գնում, ինչ-որ նայվածքներ 10 ժամ դեսդեն, մեկը հարց էր նայում, մեկը հարցականով էր նայում, էլի, ասում են երևի ես հերթական ռուսն է, այնը չգիտեն, որ ես ոչ թե հերթական ռուսն եմ, այլ հայ եմ և երջանիկ ու հպարտ եմ դրա համար։ Չեք հավատա ինչ եղավ նոր, եկել եմ ուրեմն միշտ նորից այս Ֆրանսիայի հրապարակի կողմ, ես արդեն հայտնի նախորդ վլոգից երաժիշտն է նվագում եմ, եկել մի հատ մարդ, եկել է կողքից ուշադիր ու սենց ուշադիր կապել է քիչ ամանում քիթս մտնի ու ինչ-որ սենց բլոկնոտ ունի այսենց ու սենց նայմա վրես գրի առնում, դու մի ասա նկարում է ինձ, վերջում նվիրեց ինձ, տեսեք, այսենց, նման եմ, թե ոչ, ինձ թվում է այո, այսենց, ասի, որքան արժի, ասեց, որքան կուզես վճարի, ամերիկացի էր, հայերեն չէր խոսում, այսենց հրաշալի անակնկալով ենք սկսում օրը և հիմա ժամանակն արդեն շարժվելու դեպի օպերայի բակ, որովհետև միջոցառումը արդեն ուրվորայա կսկսի 10 րոպեից մենք պետք է լինենք այնտեղ։
եկեք մի հատ էլ հովին ցույց տամ, այնտեղ արևեր։ Այսպես։ Նման եմ թե ոչ։ Ինձ թվում է այն է ոնց։ Եկեք ես է սենց անեմ։ Հիասքանչ նվերեր, պարզապես օրը հիանալի ենք սկսում քաղաքում։ Ֆանտաստիկ։ Ով ուզում է իր դիմանկարն էլ սենց ունենա, որքան ուզում եք վճարում եք, տաքսիստների ասած որքան սիրտները դուսի, ու ստանում եք այսենց մի հատ հրաշք, որ ցույց տվեցի ձեզ հենց նոր։ Հեսա հասնում ենք արդեն օպերայի բակ, հեսա օպերան, թեքվում ենք, գնանք բակի կողմ, ու լուսանկար անենք, նկար անենք են ամեն ինչը, ինչի համար եկել ենք այսօր քաղաք։ Ողջույն հարգելի ընկերներ, հարգելի հետևորդներ, Խաչիկ վլոգ լայվի շրջանակներում այսօր մենք օպերայում ենք գտնվում, որտեղ, ինչպես ասեցի, հիանալի միջոցառում է նախատեսված, տիեզերական միջոցառում է ինքը կոչվում, և այստեղ մեր մոտ 16 տաղավար կա, կարծեմ, պատկերացրեք շատ մեծ մասշտաբի միջոցառում փաստորեն նախատեսվում և բեմա դրված, արդեն տեխնիկայով բնականաբար, և եկեք գիտեք ինչ անենք, մոտենանք տաղավարներին ու փորձենք հասկանանք ինչ է, ինչ իրենց ինչ է ներկայացնում, ինչ-որ առանձնահատուկ բաներ դեռ չեմ նկատում, բայց համոզված եմ, որ կան։ Տեսեք հարգելի ընկերներ, ինձ նոր ասացին, որ փաստորեն այս մեքենան, որ մեր հետևում կանգնած է, արևային լույսով է լիցքավորվում, ոչ թե բենզինով և կարելի է մինչև 600 կիլոմետր քշել փաստորեն։ Սրա մասին խոսում էին այս իմ հետևում գտնվող տաղավարում, առանձնապես ինչ-որ նկարելու բան չկա, որ ձեզ ցուցադրեմ, բայց փորձենք գնանք առաջ, տնանք ուրիշ ինչ կա։ Ես քիչ-քիչ ուզում եմ հիասթափվեմ, հուսով եմ գործը դրան չի հասնի։ Ներկայացնում ենք էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնը։ Մեր կենտրոնը զբաղվում է շրջակա միջավայրի աղտոտման խնդիրներով։ Ունենք տարբեր բաժիններ, ջիս և հեռազնման տեխնոլոգիաներից մինչև շրջակա միջավայրի երկրաքիմիա, սննդային ռիսկերի գնահատման կենտրոն ունենք և միջդիսցիպլինար հետազոտություններ ենք իրականացնում։ Մեր կենտրոնի մասին շատ չեն լսել, բայց մենք բազմաբովանդակ և երկար տարիների փորձ ունենք։ Այստեղ շատ քիչ սարքեր ենք բերել, որոնք մոբիլ են իրականում, մեր սարքերը բավական թանկարժեք և ոչ շարժական են, բայց սրանով օրինակ չափում ենք ռադիոակտիվությունը տարածքների, որը Հայաստանում միայն ատոմակայանի համանաստ Այստեղ մենք խելացի քլորոֆիլի չափում է իրականացվում ջրի Տանի հարաբերության տարածքից հայտնաբերված։ Օրինակ, այստեղ խխունջները, կորալները դրանք ցույց են տալիս օվկիանոսային միջավայրի մասին, որ մի քանի 100 միլիոն տարի առաջ այստեղ եղել է օվկիանոս, իսկ այս բրածոտերևները, որ դուք տեսնում եք, դա ավելի այստեղ երկու նմուշներ կան, որ 1.5 միլիոն տարեկան են և այս 3 մյուս նմուշները 4-ից մինչև 5 միլիոն տարեկան են, այսինքն այս բրածոները, որ մենք հայտնաբերել ենք, որոշ մասը ուղղակի այս պայմաններում Հայաստանում չի աճում, բայց մի 2 միլիոն, 3 միլիոն տարի առաջ դրանք Հայաստանի Հանրապետության աճել են, ու այստեղ տեսակներ կան, որ իրանք ավելի խոնավասեր, ջերմասեր տեսակներ են, և սա խոսում է, որ Հայաստանի Հանրապետությունում կլիմայական պայմանները այլ են եղել մի քանի միլիոն տարի առաջ, քան հիմա։
ինչքան ժամանակագրության առումով մոտենում ենք դեպի մեզ, օրինակ սա 1.5 միլիոն տարեկան բույսերն են, վրացով, այս երկու բույսերը այս պայն Հայաստանի Հանրապետության տարածքում աճում են, այսինքն գրեթե փոփոխություն չի եղել քիմիական։ Իսկ այս մյուս 3 տեսակները ավելի խոնավասեր տեսակներ են, որոնք եւ ջերմասեր, որոնք այսինքն եղել է ավելի մեղմ եւ խոնավ կլիմա 5 միլիոն տարի առաջ։ Տեսակ քարերի պատմությունը փաստորեն ինչ հետաքրքիր բան էր եւ իզուր չէր, որ հարցրեցի ու իհարկե բնականաբար դուք եք արդեն տեսնում, հասկացաք ինչ են իրենց ներկայացնում դրանք։ Շուտ ենք մենք եկել, նշված ժամանակից հիմա տաղավարները հենց նոր են սկսում, շատերը բացվել, շատերը բացված են։ Դրա համար որը որ բաց է, դրան մոտենում ենք ու հետաքրքիր ինֆորմացիա ենք ստանում, ոնց հասկանում եք։ Ինձ հենց որ այդ քարերի պատմությունը շատ դուր եկավ, եթե անկեղծ։ Ընդհանուր դարաշրջանից դեպի տիեզերքը ֆիզիկայի հիմունքներից սկսած մինչև մարդկային ճանապարհորդություն գրքերը լրիվ վաճառք են, հա։ Այս բանից չեն վաճառում, բայց լրիվ իրանք Սարևը ահավոր ներվերիս վրա ազդում է։ Զզվում եմ ժամերին տնից դուրս գալուց, ստիպված դուրս եմ եկել պրոստը, ստեղ ինչ-որ լեգոյի բաժին է մեր մոտ տեսնեմ։ Ձեզ հետաքրքիր է շատ լավ է, ինձ առանձնապես ոչ։ Կներեք, բայց որևէ հետաքրքիր բան այստեղ էլ որ չեմ գտնում կամ շատ շուտ ենք եկել երևի։ Ինչ անենք ստեղ, ասեք անենք, շատ շուտ ենք եկել։ Ավելի ստույգ է շուտ չեմ եկել, գրված է ժամը 5-ից մինչև մյուս օրվա 11-ը, եթե չեմ սխալվում, ժամը 5-ից է, մենք ստեղ ենք արդեն։ Մենք հիմա ման կգանք մի քիչ, խոսանք, նոր մի ժամ հետո կգանք հետ, տեսնենք ինչ կա ստեղ, հա։ Իմաստ չկա արևի տակ խաշվելու, շարունակենք, ուրեմն ասացի անցած անգամ, որ զզվում եմ, չեմ սիրում ահավոր, երբ ուժեղ ծակող արև անում ու խփում ուղղի գլխիս, աչքերիս, դա ամենա չսիրածս բանն է, որ կարա տեղի ունենա իմ հետ։ Ես կնոյց եմ կրկնում, կամ շուտ ենք եկել, բայց ասում եմ, որ ժամային առումով ես շուտ չեմ եկել, ես ճիշտ ժամից տեղ եմ եղել և ես լրիվ այլ բան էի սպասում, չնայած որ այնտեղ տաղավար էր դրած, բեմ էր դրած, երևի հետաքրքիր ինչ-որ բան կլինի, հենց որ կմոտենանք 1 ժամից։ Այոր անկեղծ եմ ասում, տրամադրությունս արդեն անգավ, տրամադրվածությունս էլ հետ է բնականաբար։ Ես բարձր տրամադրությունով եկել էի ստեղ ու պլանավորած է, որ այս ժամից այս ժամը պետք է նկար անեմ, այս ժամից այս ժամը պետք է ուրիշ բան, ուրիշ տեղ գնամ, ուրիշ տեղ նկար անեմ, ուրիշ բանից խոսեմ, ամեն ինչ խախտվեց։ Եկեք սենց պայմանավորվենք, տեսեք ինչ էի պլանավորել, ես ասել եմ, որ մաքսիմալ անկեղծ պետք է լինեմ ձեր հետ։ Պլանավորել էի գայդա նկար անեի, ձեռքի հետ մյուս ալիքի համար ուրիշ բան նկար անեի, բայց քանի որ ամեն ինչ խախտվեց, հիմա տեսեք, ես կես ժամ կսպասեմ,
ու կհասկանանք, եթե այնտեղ ինչ-որ հետաքրքիր բան կլինի, այլ ոչ թե այն, որ պետք է ինչ-որ բացատրեն մենակ, թե այս ինչ է, այն ինչ է, երրորդը ինչ է, հա դա էլ է հետաքրքիր բան չունեմ ասելու, բայց դա այն չէր ինչի համար ես եկել էստեղ, դրա համար գերեվա, ինձ հետաքրքիր է բեմը ինչի համար է դրված, եթե համերգ բան լինի, ձայնից կհասկանանք, կմոտենանք, եթե ոչ, ուրեմն այլևս այդտեղ չենք մոտենա, ինչ նկարեցինք, լրիվ հերիք էր մեզ, լիքը բան ունենք դեռ նկարելու է շփոթվա մեջ, որևէ խնդիր չեմ տեսնում, թե անկեղծ։ Գնանք միայն հիմա հյուսիսային պողոտա, տենանք ինչ կա չկա ու չտխրենք հանկարծ, բարձրացնենք մեր տրամադրությունը ու հավեսով քայլենք քաղաքով, ինչպես միշտ։ Ուր գնանք, ուր ուզենք, ընդ գնանք, ճիշտ չի։ Գնանք ինչ կա մեր սիրելի քաղաքում։ Հյուսիսային պողոտայում լավ ցուրտ է, սառը քամի է։ Մի հատ է բան ասեմ, որ ես նայց հավեսով մրսած եմ։ Երեկ նայց տպավորություն էր, ոնց որ տաքություն ունենայի, չափեցի չունեի 36-ում եկեր, բայց այն այս տպավորություն էր, որ մրսել եմ, էլի, հիվանդանալուց 5 պակաս, սենց ասած, դրա համար, ինչ ասեմ, գնամ տուն չայ խմեմ, բայց հիմա չէ իհարկե, դուրս ենք եկել աշխատելու, պետք է աշխատանք, սա էլ իմ աշխատանքն է եւ ես էլ իմ հացի փողն եմ աշխատում այս գործով։ Որևէ մեկին խնդրում եմ չթվա էլի, տենց, հա, շատ հաճելի է, ինձ մեծ հաճույք է պատճառում այս գործը, բայց գործը մնում, էներգիա է ծախսվում եւ երբ հիվանդ ես լինում, այդ էներգիան քառակի անգամ ավել է տանում, դրա համար ասեցի կիսվեմ, որ իմանանք։ Հյուսիսային պողոտայում առանձնապես ոչինչ չկա, մենակ մարդկանց հոսքա, ոչ մի միջոցառում, ոչ մի բան, չգիտեմ, այդ գալուց մեկ անգամ կմտնենք այդտեղ, տեսնենք ինչ է, թե ինչ որ նկարելու բան լինի, բայց չի է լինի էլի, որտեվ մոտավոր հասկացա արդեն դա ինչ է իրենից ներկայացնում, մենակ մի բան հատ է հետաքրքիր կրկնում եմ, համերգային բաժինը կա, թե չկա և եթե կա, ապա ինչ է լինել, այդքան բան։ Այսեք, այն ինչ ես հիմա նկարում եմ, այս պլանավորվածությամբ պետք է իմ վլոգային ալիքում լիներ, խաչիկ վլոգ ալիքում, բայց քանի որ ամեն ինչ խառնվեց իրար ու խախտվեց, դրա համար այս տեսանյութը գնալու է խաչիկ վլոգ լայվ, իսկ այն մյուսը արդեն կմտածենք ինչ անենք, ոչինչ, միշտ պետք է պլան B ունենալ կյանքում, ինձնից ձեզ խորհուրդ։ Չնայած ինչ վատ վլոգ է, դուրս ենք եկեք քայլելու մեր համար սիրուն, հաճելի եղանակ է, մի քիչ հետո ճիշտ է կսառի, բայց լիքը բայց
այսենց հիանալի կատարում։ Ստեղ են ասել պապուս հիշեցի ու իրոք հիշեցի Հենրիկ Պապուս, իր մասին պատմել եմ նախորդ վլոգում, կարաք նայեք իմ վլոգերային մյուս ալիքի։ Բայց ինձ գիտեք ինչն է նյարդայնացնում, երբ մարդիկ տեսնում են, որ ես 1 մետրի վրա նույնիսկ մի փոքր քիչ նկարում եմ այդ մարդուն ակարդիոնիստին։ Ու թքած ունենալով գալիս են իմ արանքով անցնում են, հասկանում եք, նագլության աստիճանը որոշ մարդկանց հայելելաղոտ ու չի ուզում իշնի ոչ մի ձև։ Չի կարել էլի, մարդ մի քիչ դի համեստ բա իրեն։ Այսենց հրաշալի լավ օրը վերածվում է քիչ-քիչ նյարդային վիճակին, հենց անամ չնյարդայնանամ, որտև պետք չի։ Ես ուզում եմ հիանալի անցկացնել այս օրը։ Շատ սիրելի Աբովյան փողոցի վրա են գտնվում, Աբովյանի Արամի խաչմերուկում։ Adidas-ի մոտ ավելի ստույգ, մոտենում ենք հիմա Հանրապետության հրապարակին։ Տեսնենք, թե հրապարակում ինչ կա։ Հետաքրքիր, գուցե մի բան էլ ընդ տեսնենք։ Խնդրում եմ ինձ ներող եղեք, եթե այս վլոգը ինչ-ինչ պատճառներով ձեզ գուցե դուրս չի գա, որտեղ հիմա ես ինչ անում եմ, ես ամեն ինչը տեղում հորինում եմ, որտեղ ես այլևս պլաններ չունեմ, պլաններս խաղ տվել են ամբողջությամբ, դրա համար ամբողջ հույսը ստեղծագործել եմ, սենց ասեմ, հենց որ չիրամ, խնդրում եմ նայեք, սենց ասեմ։ Եկեք շարժվենք դեպի Խաչքարերի այգի, ով չգիտի հրապարակի մոտ է գտնվում, կառավարության չէ, պրոսպեկտ, վերնիսաժի մոտ, ասում եմ պրոսպեկտ, վերնիսաժ չհասած, հենց այդ այգին կոչվում է Խաչքարերի այգին, եկեք գնանք Այդտեղ նստենք մի քիչ, ու շատ հետաքրքիր բաներ կա դե իմ ջելուց։ Քիչ խոսանք ձեռքի հետ, ինչ կասեք, գրեք մեկնաբանությունները։ Հիմա ասնում ենք փողոցը, արագ, որ մեզ հանկարծ վարորդները չհայհոյեն, նյարդայնացած։ Ստեղն ես մեղմ է արևան, դա ինչ էր տենց ուժեղ օպերայում։ Հետաքրքիր բան հարցրի, չէ։ Այսօր անկեղծ առօրտից տրամադրություն չունեի։ Եթե ավելի անկեղծ տրամադրվածությունը չունեի, բայց հետո բացվեց, տենց հավեսով եկա, որ նկարեմ ես ամեն ինչը ու տրամադրությունս գցեցին։ Ոչինչ, մյուս անգամ որ գրած լինի ժամը 5-ին, կգանք ժամը 8-ին, որ ամեն ինչ արդեն բացված լինի։ Ճիշտ չի ժողովուրդ ջան։ Իհարկե ճիշտ է։ Այսօր սենց հասանք։ Այս էլ է իմ իջերծասը իմանակ իմ ամենասիրած այգիներից մեկն է։ Երևանում կա երևի 10-ից ավել այգի հանգստի համար։ Սա իմ ամենասիրածներից մեկն է, որտեղ ստեղ միշտ ախրվերը չհով է լինում, երկրորդը շատ հետաքրքիր է, շատ հաճելի է, ամեն ինչ խաչքարեր կան, դարն է գրած, 10-րդ դար, 12-րդ դար, ով չի եղել, այցելեք հրապարակի հետևի հենց այգին է, վերնիսաժի դիմաց, այսել սենց, այդտեղ մանգանք նստենք հա մի քիչ, վերջ նստեցինք, եսեք ես վլոգ,
վլոգ ավելի ճիշտ է, մերսի ֆանատաներն անջատեցին, որ լավ լսվի ամեն ինչ։ Ու ինչ ասեմ, մի կես ժամից նորից կֆրանք օպերայի միջոցառման մոտով, տեսնենք ինչա փոխվել, ինչը չէ, եթե ինչ-որ այլի նկարելու բան լինի, խնդիր չկա, մեծ սիրով, եթե չլինի, ուրեմն ես ճիշտ էի։ Ընդհանուր առմամբ ես բան չեմ ասում, ինձ խառն մի հասկացեք, միջոցառումը մնում, այն շատ հետաքրքիր մտքով, սակայն ինչը ինձ զայրացրեց, որ մի քիչ ուշ են, էլի, բացում իրանց տաղավարները, մնացածը չէ որ մարդկանց մոտ ամեն ինչ պլանավորված է, մարդիկ 100 հատ գործ ունեն, օրինակ ես, հա, որպես բլոգեր, ամեն ինչ պլանավորել է, հիմա կես ժամ պետք է դա նկարեի, այնալ տակնու վրա խառնվեց, ոչինչ, խնդիր չկա, եկեք չնյարդայնանանք, եկեք շնորհակալություն հայտնենք կազմակերպիչներին, որովհետև վերջնի վերջո մասշտաբային իրադարձություն է տեղի ունենում, որը մի քանի օր է տևելու։ Սպասենք այս արևը մի քիչ նստի, հա, ու գնանք դեպի օպերա։ Բան չլինի նկարելու, բայց ինձ թվում է կլինի, ինչ ուզում եք ասեք։ Ես եմ էլի, պրոստը դեմոկրատ, ինչ դեմոկրատ բան, պունկտուալ, ճիշտ պային, ճիշտ կետարկետ, եկա հասա, բայց շատ իզուր, որտև բոլորը ինպես չեն, տենց։ Այսպես հարգելի ընկերներ, երկրորդ փորձն ենք անում, գնանք տենանք։ Մոտենում ենք լիքը մարդ կա, համեմատած սկզբի հետ, արդեն ստեղից երևում է, հիմա տենանք ինչն է փոխվել, եթե բան չի փոխվել, առանձնապես ժամանակ չծախսենք, գնանք տներով 100 հատ գործ ունենք անելու, ես գիտեք ոնց հասկանում եմ, այս միջոցառումը ավելի շատ Թումոյի հետ կապ ունեցող ինչ-որ երևի աշակերտներն են այստեղ մասնակցում, հա, մասնագետները ինչ-որ ոլորտներում համապատասխանատուկ։ Առաջնահերթ ես տեսնում եմ, որ լիքը մարդ է հավաքված արդեն, երկրորդը արևը մի քիչ ավելի մեղմ է, երրորդը բոլոր տաղավարները հավաքվել են արդեն, փառք Աստծո, հիմա որտեղ որ չենք շրջենք տենակ ինչ կա, ու եթե անհրաժեշտ բան լինի, կնկարենք։ Չէ, հարգելի ընկերներ, գուցե հետաքրքիր միջոցառում է, բան չասացի, բայց սա իմ համար չի։ Եվ առանձնապես նկարելու բաներ այստեղ ընդհանրապես չկա, սա զուտ ռեպորտաժային ինչ-որ բան նկարելու համար է, հենց որ փորձենք վաղը երեկոյան ուշ գալ, արդեն գուցե համերգային բաժինը տեսնենք ինչը, իսկ ընդհանուր առմամբ ոչ, սա ինչ նկարեցի լավ է, ուրիշ բան երևի թե չեմ գտնի նկարելու, հենց որ եղածիս համար էլ ավելի չարածիս համար էլ ներող եղեք, բայց այսքանից ավել բան չունեմ նկարելու և բան չունեմ ասելու։ Այսքանն էր այսօրվա վլոգը, մինչ նոր հանդիպում, կրկնում եմ, գուցե ռեպորտաժ նկարելու համար, ռեպորտաժը
լուրերին է վերաբերվում, հա, հիասքանչ միջոցառում է, բայց սա ինֆորմատը չի, դրա համար գնանք տանկոմ եւ հասցնենք այս մոնտաժը անել, որտեվ լիքը գործում ենք։ Միշտ նոր հանդիպում, շատ շուտով արդեն նորից կտեսնվենք։